Մենք մեղավոր չեք, ամեն ինչ արվել է մեզանից առաջ։ Կարևորագույն գաղտնի փաստաթղթեր մեր պետական համակարգում անհայտացել են, եթե չեն կարողանում գտնել։ Պայմանական տաքսու վարորդ արմերը։ Ինչ կարող է հասկանալ մի փաստաթղթից, որը կոչված է քրակովյան փաստաթուղթ։ Իրենք մտել են բանակցային գործընթաց ոչ թե զերոական դիրքերից, այլ մինուս 0 դիրքերից։ Սա պայքար է վեհապարի դեմ, սա պայքար է միգուցե արտաքուստ վեհապարի դեմ, բայց իրականում սա պայքար է հայոց եկեղեցու դեմ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմնուրի տաղավարում այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Պարոն Միրզոյան, ողջունում եք ձեզ մեր տաղավարում։ Բարև ձեզ, այսօր շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սիրով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Արցախյան հակամարտության վերաբերող բոլոր բանակցային փաստաթղթերը, որոնք ունեցել են նախկին 3 նախագահները։ Հրապարակված փաստաթղթերի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել բանակցությունների իրական տրամաբանության եւ դրանց արդյունքների մասին։ Խնդրեմ։ Հրապարակում երբ եղավ, բացացավ անպատասխան տեղեկատվական ալիք, որը քննարկում էր, որը կարծես թե մինչև հիմա շարունակվում են։ Ես քշեցի տես հայտնի խոսք կա, չէ, շատ աղմուկ ոչ մի բանից։ Որտեվ հրապարակել է փաստաթղթը, նախապես մեզ հրամսում էր, որ այդ փաստաթղթերը լինեն սենսացիոն բովանդակությամբ, որ շատ բաներ են բացելու, որ մինչ այս պարագրաֆն էին, բայց իրականում հրապարակվել են 99% այնպիսի փաստաթղթեր, որոնք վաղուց շրջանառության մեջ են, կամ բնօրինակով, կամ նրանց բովանդակությամբ, այսինքն այդպես չէ, որ մասնակիցները, մարդիկ, որոնք հետաքրքրում են այս հարցում, տեղյակ չէին։ Առավել զավեշտաներ, որ հրապարակողները ես պատն եմ համարել, նաև հրապարակել հավելյալ մեկնաբանություն, թե ինչպես պետք է դա ընկալել, որովհետև երկար ինչ-որ մեկնաբանություն է, որ այս փաստաթուղթը դու կարող եք մեկնաբանել այսպես, այս փաստաթուղթը այնպես։ Գիտեք, հասկանալու համար, թե ինչ է տեղ ունեցել բանակցային գործընթացում, ես չեմ կարծում, որ դա որևէ օգուտ է տալու, որտեղ կան ավելի վստահելի, ավելի համապարփակ ներկայացնող աղբյուրներ, հիշում միայն հանգուցյալ դեսպան Վլադիմիր Կազիմիրովի կայքը, որտեղ մինչև օրս եթե չես կարող պահպանվում է համարյա թե բանակցային գործընթացի առաջի փուլերի վերաբերող ամբողջ գրագրությունը, այնտեղ ոչ միայն փաստաթղթերն են, այլ նաև բազմաթիվ փոխադարձ նոտաներ, գրագրություն եւ այլն, այսինքն այդ առումով այն ավելի արժեքավոր է։ Հիմա թե ինչ նպատակ են դրանով հետապնդում, որքանով ես հասկանում եմ, նպատակը եւս մեկ անգամ ապացուցել, որ մենք մեղավոր չենք, ամեն ինչ արվել է մեզանից առաջ։ Ինչը մի քիչ ծիծաղելի է, որտեղ փաստարկները, որ նախկինում թույլ տված սխալները ստիպել են մեզ գնալ այս քայլի, կարծես թե իրենց մոտ սկսել են գործել 20 թվականից հետո։ Սա ավելի համոզիչ կլիներ, եթե մոտավորապես նույն բացատրություններով, նույն ռետորաբանությամբ 18-ից հետո 18-ին հանդես գան եւ ներկայացնեին։ Իսկ մենք հիշում ենք, որ 18-ից հետո անմիջապես բավականին անպայման հայտարարություններ էին հնչում, որոնք անկապ դիտորդների գործընթացի փոքր շատացանի մարդկանց գնահատականով եւ դարձան հետագա իրադարձությունների մոտ պատճառը։ Քաջատեղյակ լինելով Արցախյան հակամարտության վերաբերող բոլոր բանակցություններին, կարող եք ասել, որ ամբողջական էին այդ փաստաթղթերը, այդ հրապարակված փաստերը։ Ոչ, իհարկե ամբողջական չեն։ Որ հատվածներ բացակայում, ինչին վերաբերող հատվածներն էին բացակայվում։ Դրա մասին արդեն խոսվել է, ես երեք այսօր նայեցի, ինձանից ավելի ուտանի մարդիկ կարդացել են, բացակայում է, չգիտես թե ինչու քյուրեստի փաստաթուղթը, դրա փոխարեն տեղադրել են ժամանակին իր իսկ կողմից ղեկավարած թերթում Պետրոսյանի Հոդվածի պատմությունը, թե դա ինչ փաստաթուղթ է, որ տարբերակներից ձեռնարկել չեն հրապարակել, դա ավելի շատ 2000-ականների քաղաքական գործընթացների վերաբերող երևույթ է, բայց տարօրինակ է, որ գալով իշխանության ներկայիս վարչապետը որոշում է հրապարակել ոչ թե բոլոր փաստաթուղթը, որը տրամաբանորեն պետք է իրեն փոխանցված լինի,
այն նախընտրում է հրապարակել ժամանակին իր կողմից իր թերթում հրապարակված տարբերակը։ Այստեղ ես նաև շատ լուրջ անհանգստանալու առիթ եմ տեսնում։ Սա նշանակում է, որ կարևորագույն գաղտնի փաստաթղթեր մեր պետական համակարգում անհայտացել են, եթե չեն կարողանում գտնել։ Հա։ Եվ փոխանակ այդ հարցերով զբաղվել, ինչու այդ փաստաթղթերը անհայտացել են, իրենք գնում են այլ ճանապարհ։ Իգնել երեք հայտարարեց, Նիկոլ Փաշինյանը երեք հայտարարեց, որ այդ փաստաթղթերը չկան, քանի որ ԵՀԿ Մինսկի խումբը այլևս լուծարվել է։ Այսինքն արխիվը չեն պահում։ Ես չգիտեմ իր օրոք ինչ է կատարվում, բայց միշտ էլ եղել է արխիվ, միշտ էլ ամենակարևորագույն փաստաթղթերը պահպանվել են, որտեղ եկել դրանք չմոռանանք, որ դրանք հատուկ պահպանվում փաստաթղթերը գաղտնիության կնքով, դրանք հնարավոր չէ ուղղակի շպատել, հա, կամ ինչ-որ մեկին փոխանցել եւ մոռանալ։ Պետք է մնում են։ Հիմա եթե իրենց հետաքրքիր թե ինչ եղել այդ փաստաթղթերը, պետք է իրենց զբաղվեն դրանով, այլ ոչ թե ներկայացնել Մինսկի խմբի վրա։ Դա գերոտ ամենակարևորը հասկանալու համար թե ինչ է դեր ունեցել բանակցային գործընթացում այդ փաստաթղթերի հիման վրա։ Մարդ առնվազն պետք է ունենա կամ քաղաքագիտության դոկտորի կոչում կամ իր ողջ կյանքը նվերի բանակցային գործընթացին։ Դու կարող եք ինձ բացատրել, ինչպես ասենք հայ մարդ, հա, ասեք թե պայմանական տաքսու վարորդ Արմենը։ Ինչ կարող է հասկանալ մի փաստաթղթից, որը կոչված է Կրակովյան փաստաթուղթ։ Ինչու է ընդունել այդ Կրակովյան փաստաթուղթը, որը այնտեղ բերված ձևով ընդամենը 3 պարբերություն է անգլերեն։ Ով է ընդունել, ում է փոխանցել, լավ կարդացի ծանոթացած բովանդակցություն, դա ինչ է քեզ տալիս։ Այնպես որ ես այս համոզմունքը գնահատում եմ ուղղակի հերթական մանիպուլատիվ քայլ, որը ուղղված է մեր հանրության ուշադրությունը ռեալ խնդիրներից շեղելու վրա։ ԵՀԿ Մինսկի խմբի առաջարկվող 7 ձևաչափերից որն էր ամենաարդյունավետը։ Առաջինը եղավ 1997 թվականին, երկու առաջարկ եղավ 1998 թվականին, այնուհետև եղավ Քիվեսը, Կազանյան սկզբունքները, Մադրիդյան սկզբունքները եւ Լավրովի պլանը։ Այս 7 ձևաչափերից որն էր ամենաարդյունավետը մեզ համար։ Կամ ընդհանուր բանակցությունների համար։ Սկսենք նախ նրանց, որ դրանք բոլորն էլ ավելի արդյունավետ են մեզ համար, քան թե ներկայիս իրավիճակը։ Դե բնական։ Հա։ Երկրորդը, ես դրա մասին բազմիցս խոսել եմ, միանգամ է կրտավը, մեր ոչ շատ ֆեղաթյուրված պատկերացում է, թե ինչ են բանակցությունները։ Այսինքն մարդկանց համոզել են, որ բանակցությունը դա ինչ-որ մի իդեալական պրոցես է, որի ընթացքում դու մեկ անգամ գնում խոսում ես, ստանում ես փաստաթղթով աշխատանքը ավարտվում է։ Հիմա սարս է տալիս ներկայիս կառավարությունը 2-3 տարի ինչ-որ բան բանակցեց, օգոստոսին նախաստորագրեց այդ փաստաթուղթը։ Հա։ Ունենք այդ թուղթը։ Օգոստոսի նախաստորագրությունը հրապարակվել է, մենք բոլորս տեսանք։ Հարցը լուծվել է։ Ոչ իհարկե։ Հակառակը իմ մոտ տպավորությունն է, որ մենք գնալով ավելի եւ ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվում։ Մենք բանակցությունների բուն նպատակը ոչ թե ինչ այս կամ այդ թուղթ ունենալն է։ Համաշխարհային պաշտպանության մեջ կան բանակցությունների օրինակներ, որոնք տևել են տարիներով, տասնամյակներով։ Խնդիրը քո շահերի, քո նպատակների պաշտպանությունն է։ Ու եկեք չմոռանանք, հայկական կողմերը, իսկ ես դա հատուկ եմ ընդգծում, որ մենք ունենք հայկական կողմեր, Արցախի կողմը, Հայաստանի կողմը, իրենք մտել են բանակցային գործընթաց ոչ թե զերոական դիրքերից, այլ մինուս 0 դիրքերից։ Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, եկեք չմոռանանք, կա մի թիմ, որը շրջան Գորբաչովին է վերագրում, որ ԽՍՀՄ տարածքում մասնագետները հաշվարկել են մոտավորապես 30-ից 40 հնարավոր կոնֆլիկտներ ազգամիջյան եւ այլ էթնիկ հենքի վրա։ Համաշխարհային հանրությունը անհագիստ է, այսինքն ինքը չի ուզում, որ այդ տարողումը, որ դեր ունեցավ, հսկայական խորհրդային կայսրություն տրողվեց 15 միավորի, բայց չեն ուզում թույլ տալ, որ այդ տրողումը շարունակվեր, որտեղ համարում էր, որ դա կարող է բերել անվերահսկելի հետևանքների։ Այսինքն կար մի հստակ մոտեցում, որ տարածքային ամբողջականության սկզբունքը
դա անհերքելի սկզբունք է եւ այս սկզբունքի հիմա վրա պետք է քանթի կարգավորումը գտնվի։ Եվ եթե նկատում եք, իրոք մինչև 99-ական թվականների կեսերը բոլոր առաջարկները, որոնք հայկական կողմը ընդունում է, որոնց վրա աշխատում է, հիմա էլ ասում են, բայ ինչու՞ թուղթը վերցրեցին, ստորակետը սենց դրեցին, պետք է ստորակետը այսպես դնել։ Իրենք հիմա մենք ավելի խելոք ենք, հիմա 30 տարի հետո մենք ավելի խելոք ենք։ Բայց տեսեք, որ դրանք այդ բոլոր թղթերը ի վերջո դրանց հետքը տարածքային ամբողջականությունն էր։ Դրա գաղափարակետը հանդիսացավ Լիսաբոնի այդ դեպքը, երբ որ Հայաստանը ստիպված եղավ գնալ ողջ ԵԱԿ-ի դեմ, հա։ Ասեմ դες ԵԱԿ-ի շրջանակները վետո իրավունքի կիրառումը դա իրոք սկանդալային բան է եւ շատ քիչ նախադեպեր ունի։ Բեկումայինը եղավ 90-ականների վերջում, երբ որ սկսվեցին Քիվեստյան բանակցությունները։ Քիվեստյան բանակցությունները ես չեմ ուզում բովանդակության վրա ծանրանալ, երբ որ փաստաթուղթը վերջապես կգտնեն կհրապարակվի, ժամանակ կխոսանք։ Բայց Քիվեստյան փաստաթղթի ինքնասկով ամենակարևոր հանգամանքը այն է, որ դրանով կոտրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնխելիության այդ գաղափարը, որտեղ ի վերջո ինչ Հեյդար Ալիևը համաձայնել է զիջել արդեն իսկ Ադրբեջանի տարածք հռչակված Արցախի տարածքը։ Եվ ավելին Լաչինը, որը երբեք իրեն որևէ ասում չէին տեսնում Արցախի հետ։ Քիվեստով կոտրվեց այդ տարածքային ամբողջականության այդ գաղափարը եւ դա հնարավորություն տվեց որոշակի երկարատև բանակցությունների մասին։ Ես օրինակ խորհուրդ կտայի իրենք նաեւ այսպես կոչված Պրագայի երկխոսության փաստաթղթերը մեջտեղ անեին, դրանց հիմնական մասը գաղտնի չեն դրանց մի մասը արդեն հրապարակվել է, կա այս ժամանակվա ամերիկյան համանախագահ Ուդի Պերինայի հուշերը, դու շատ էլ կարդամ, թե ինչպես հայկական կողմին հաջողվեց անցում կատարել այնպիսի մի տարբերակի, որը նախատեսում է տարածքային ամբողջականության եւ ժողովրդների ինքնորոշման իրավունքի համադրում։ Իսկ այդ համադրման եղանակը հենց դա համաժողովրդական քվեարկություն էր, պլեբիսցիտը, որը ի վերջո ամրագրվեց։ Եվ նաև չմոռանալ, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում էր, որ փակ դռների ետևում իրեն ճնշում են։ Պարոն Միրզոյան, հրապարակված փաստաթղթերից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ինքը այլևս ոչինչ չունի բանակցելու նախկին 3 նախագահների հետ։ Հիմա վերլուծելով այս ամբողջ ընթացքը, ինչ կարող ենք ասել, ինչ եզրահանգման կարող ենք կար, ով եւ ինչու տարավ Արցախյան հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունները այս հանգրվանին, ինչու այսօր Հայաստանը մնաց առանց Արցախի։ Ասում եմ դա մեծ գաղտնի չէ։ Անվանակապ պետք է ասեմ, ներկայիս Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը փոխանակ իր բոլոր ջանքերին, չի կարողանում այդ պատասխանատվության տակից դուրս գալ։ Իսկ միտումնավոր էր, թե ուղղակի չկարողացան ճիշտ բանակցություններ վարել։ Նպատակային այդ եղել է։ Ես ասում մի քանի հանգամանքներից ելնելով այստեղ կա նաև անգրագիտության որոշակի ազդեցություն, գիտեք, ի վերջո շատ դժվար է բացարձակապես բանակցային փորձ ունենալ, բացարձակապես պատկերացում չունենալ, թե ինչպես են տարվում բանակցությունները, միջազգային ատյաններում ինչպես են աշխատում մարդիկ։ Սա ոչ թե ինչ-որ հասարակ մարդուն ոչ հասու արվեստ է, բայց սա մի գիտելիք է, որը ձեռք է բերվում երկարատև տարիների ընթացքում։ Եվ բավականին դժվար է, այսինքն առանցած հիմնական գիտելիքների անմիջապես մտնել գործընթացի մեջ եւ փորձել ինչ քրիտիկական որոշումներ ընդունել։ Կարծում եմ այդ հանգամանքը իր դեր ունեցա։ Ես չեմ բացառում, որ նաեւ որոշակի միտում կար, որտեղ երբ որ նայում ես ներկայիս ղեկավարի այսպես մտավոր ժառանգությանը, որը արտասովորված է հոդվածներում բազմաթիվ այն միտքը, որ Արցախը Հայաստանի համար ուղղակի բեռ է, որը ձգում է դեպի ներքև, վաղուց է արտահայտել,
Ուրիշ բան, որ ինքը միաժամանակ նաև հանդես եկել շատ ռազմահայրենասիրական ելույթներով, ամենահայտնի դեպքը դա Արցախում վերացնել հրապարակում այդ իր պատմական ելույթը, երբ որ ինքը էյֆորիայի մեջ բղավում էր Արցախ, Հայաստանը եւ վերջ, բայց փաստորեն մարդը ունի որոշակի հայացքների համակարգ, որը ես կարծում եմ իր մեջ չի պարունակում Արցախի կարևորության գիտակցությունը։ Անդրադառնանք Արցախայությանը, վեհապարի դեմ տարվող այս արշավի ժամանակ մենք նկատեցինք, որ Արցախայության մոտ ցասում ու զայրույթ առաջացրեց այն, որ Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը մյուս եպիսկոպոսների հետ մասնակցեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը եւ նաեւ տեղյակ ենք, որ Արցախի թեմի թեմական խորհրդի 5 անդամները եւ դուք նամակ եք փոխանցելու Վրդանես Սրբազանի կխնդրեմ նամակի բովանդակության անդրադառնանք։ Չէ, մի քիչ առավոտը դերեկություն է, ես թեմական խորհրդի որևէ հարցություն չունեմ, այսինքն ծրագրավորումն է, որ ես պետք է դառնամ թեմական խորհրդի անդամ, որտեղ ես փորձել եմ իմ ուժերները։ Առաջարկել են ձեզ, թե։ Այո, առաջարկել, բայց դա որոշակի գործընթաց է, այսինքն ես պաշտոնապես թեմական խորհրդի անդամ չեմ եղել, համապատասխանաբար ոչ մի պաշտոնական հայտարարությամբ կամ նամակով հանդես գալու իրավունք չունեմ։ Բայց շատ լավ գիտեմ թեմական խորհրդի բոլոր անդամներին, շատ լավ գիտեմ նաև Վրդանես Սրբազանին եւ շատ ցավում եւ ափսոսում, որ նա գնացել է այդ քայլի։ Իր հետ հանդիպում է եղել, ինքը փորձել է բացատրել իր տեսակետը, բացատրելով նրանով, որ դա հիմնականում միտված է եկեղեցու բարեփոխմանը եւ այլն, այսինքն այն թեզերը, որոնք հնչեցվել են նաև իրենց երկրորդ խմբակի երկու հայտարարություններով։ Բայց այստեղ խոսքը նրա մասին է, որ ինքը բացի եկեղեցականից նաև այսօր նախ եւ առաջ յուրատեսակ արցախահայության յուրատեսակ սիմվոլիկ կարգավիճակ է ստացել, որտեղ ի վերջո այսօր այն հազվադեպ ինստիտուտներից մեկը, որ մենք պահպանել ենք Արցախի ցավով, դա մեր Արցախի թեմն է, եւ այստեղ ես պետք է հաշվեմ, որ նա դրանում շատ մեծ դեր է ունեցել, նաեւ վեհապարը ջանքերով պահպանվեց Արցախի թեման։ Եվ Արցախահայերը իրենց միշտ կապված են զգացել Էջմիածների հետ, կապված են զգացել վեհապար հայրապետի հետ, դրան նման որոշ դեպքերում ցավագին արձագանք գտավ։ Համապատասխան հայտարարություն է արվել թեմական խորհրդի անունից, այնտեղ ես կարծում եմ շատ ճիշտ շեշտադրումներ են արվել, որ այս քայլը իրոք զղջանքի արժանի է եւ չպետք է այս քայլը տեղ ունենար։ Համոզմունք եւ հույս է հայտնվել, որ եկեղեցու մեջ արկա խնդիրները կարգավորվեն, կլուծվեն հենց եկեղեցու ներսում համապատասխան եկեղեցու կանոնակարգի եւ ավանդույթների։ Այսինքն դա այն մոտեցումն է, որը կարծես թե կիսում է ողջ մեր ժողովուրդը բացառությամբ մի փոքր խմբակի, որը գիրակի օրերը թափառական կրկեսի պես շարժում է եկեղեցուց եկեղեցի։ Պարոն Միրզոյան, վեհապարի դեմ տարվող այս պայքարը ձեր կանխատեսման, ձեր գնահատմամբ ինչի է հանգեցնելու, վերջնակետը ո՞րն է լինելու։ Ես նախ համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, որ այս սա պայքարը վեհապարի դեմ, սա պայքարը միգուցե արտաքուստ վեհապարի դեմ, բայց իրականում սա պայքարը հայոց եկեղեցու դեմ։ Ես իհարկե հայոց մեր հայրական եկեղեցու ոչ ամենահավատավոր զավակն եմ, բազմաթիվ մեղքեր ունեմ, բայց ես միշտ մեծ հարգանք եւ սեր եմ ունեցել մեր եկեղեցու նկատմամբ, համարելով որ այն իրոք մեր կարևորագույն ինստիտուտն է, որը մենք կարողացել ենք ստեղծել եւ որը ստեղծել ենք ինքնուրույն, դա յուրօրինակ մի երևույթ է։ Եվ դրա համար ինձ շատ խորը անհանգստություն է պատճառում այդ բոլոր փորձերը, երբ որ մարդիկ, որոնք կրոնի բարոյականության որ վարություն չունեն, փորձում են դառնալ քարոզիչ եւ խոսալ վերամբարձ ոճով բարոյականության եւ խղճի մասին։ Ես կարծում եմ, որ չմոռանանք, որ մեր առաքելական եկեղեցին ինքը ավելի քան 1700 տարվա պատմություն ունի եւ տեսել է բազմաթիվ արհամիջներ, բայց միշտ իր մեջ գտել է ուժ եւ կանգուն է մնացել։ Այո, եւ միշտ կանգուն է մնացել։ Ինձ թվում է, որ սա հերթական այդպիսի մի փորձություն է, որը մեզ թույլ կտա այդ փորձությունից դուրս գալ ավելի ամուր եւ ավելի
նպատակասլաց աշխատել նպատակների վրա։ Մեր հարցազրույցի վերջում կխնդրեմ նաև անդրադառնանք Բաքվում պահվող պատանդներին, գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք այս օրերին գտնվում են այնտեղ եւ նրանց կեղծ դատավարությունն է ընթանում Բաքվի ռազմական դատարանում։ Հայաստանի գործող իշխանությունը արդյոք ունի ռեալ լծակներ, որպեսզի կարողանա գերիներին վերադարձնի Հայաստան։ Այդ հարցը համար նաև բավականին ցավալի կողմն է, որտեղ այսօր այնտեղ գերության մեջ գտնվող մարդկանց ճաշով մեծամասնությունը դա կամ իմակերներն են, կամ մարդիկ է, որոնց հետ ես զգալի ինչ-որ տեսող եմ անցել, եւ ես շատ լավ գիտեմ իրենց մարդկային հատկությունները, ես շատ լավ հասկանում եմ, որ նրանք այսօր այնտեղ գտնվում են այնտեղ, սոցիալական պատճառով, որ չեն նահանջել իրենց գաղափարներից, իրենց մտքերից, իրենց ծրագրերից։ Կարող է Հայաստանի իշխանությունները որևէ բան անել, իհարկե, միանշանակ։ Դա ոչ միայն իմ կարծիքն է, դա բազմաթիվ մասնագետների, բազմաթիվ էքսպերտների կարծիքն է, միջազգային հանրության կարծիքն է։ Դեք բոլորի մոտ ես առիթ ունեցել եմ այս հարցի շուրջ խոսել որոշ արտասահմանյան ներկայացուցիչների հետ, բոլորը զարմանք է առաջացնում Հայաստանի իշխանությունների պասիվ վերաբերմունքը եւ դա նաեւ բավականին բաց իրավիճակ է ստեղծում։ Վաշինգտոնում էլ առաջարկ եղավ գերիների վերադարձում։ Զավեշտական պատմություն, զավեշտեր, որ Ամերիկայի նախագահ ակնարկում է սրա մասին, մեր երկրի նախագահ, որ կապիտալ ինքը դրա մասին խոսել, շրջանցում է։ Բայց դա նաև անդրադառնում է այն մարդկանց աշխատանքի վրա, որ փորձում են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել մեղմելու այսօր բանտում գտնվողների վիճակը կամ ինչ-որ մի պետության ճանապարհ գտնելու համար։ Սա է իմ խոսքը այս բանին, հուսամ, որ վաղ թե ուշ մենք կարողանանք ի վերջո հետ վերադարձնել, այդ ժամանակ ես կարծում եմ նաև շատ բաներ, որոնց մասին առայժմ չի խոսվում, որոնց մասին առայժմ նրանք են արդեն հրապարակ դուրս կգան այդ բաները։ Շատերի դեպքում ցմահ ազատազրկում է սպասվում, բացի Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, որոնց նկատմամբ պահանջվում է 15-ից 20 տարվա ազատազրկում։ Արդյոք դատավարությունը տեղի ունենալուց հետո, երբ արդեն դատավճիռ լինի, հնարավոր կլինի այլ իշխանության, եթե Հայաստանում այլ իշխանություններ կան, հնարավոր լինի բանակցություններով նրանց վերադարձնել։ Չէ, դատավճիռից հետո արդեն անհնար է դառնում։ Չէ, հնարավոր է, բայց դրա համար պետք է ռեալ հետևական աշխատանք։ Այսինքն այն քայլերը, որ մեզ երբեմն ներկայացնում են, արտաքին գործերի նախարարն ասում են ինչ է ուզում։ Մենք գնացինք այսինչ կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցանք եւ ուղղակի 5 բառ ասեցին մեր գերիների մասին։ Չէ կամաչում, բայց ինչ-որ մեզ ասում, որ չեք աշխատում, այլ չէ նման բան։ Կամ աշխատում ենք լուր ենք աշխատում, չենք հանրայնացնում։ Երեք ես որպես մարդ, որ աշխատել եմ այդ ոլորտում, ես գիտեմ երբ են սովորաբար ասում, որ մենք լուր ենք աշխատում, որ ոչ ոք չի մանա, երբ որ որևէ բան չես անում եւ չես զում, որ դա աչքսակ է։ Ես ամոզված եմ հետևական աշխատանքի շնորհիվ, անգամ հետևական պետական մակարդակը, երբ որ դա դառնա պետության դիրքորոշում, այլ ոչ թե այս կամ այն մի կազմակերպության քաղաքական գործչի, քաղաքական ուժի դիրքորոշում, այդ ժամանակ մենք կարող ենք։ Կրկին շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեզ զրուցակիցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն էր։